Լուսարոտին շարունակվում է եւ եթե ձեր աչքերը բացել եք ու միանգամից միացրել եք հեռուստացույցը, չնայած փոխվել են ժամանակները, հիմա բոլորը զարթնում են, սմարթֆոնները վերցնում են, սկսում են sense այդ ռիլերը գլորել, այնքան մինչեւ հասկանում որ կյանքը անցավ, մեծացել են։ Եվ որպեսզի հագեցած տպավորիչ անցնի, պետք է մասնակցել ֆանտաստիկ համերգների, թույն ներկայացումների, գնալ թատրոն, կինո, ինքնազարգանալ, կարդալ եւ սրճարաններից, TikTok-ից ու սելֆիներից բացի, ուսուցիչ պրոշներից բացի կա այլ իրականություն։ Եվ այսպես Դա ապրիլի 17-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ներկայացնում է բացառիկ համերգային երեկո, նվիրված հայկական կինոյի 103-ամյակին, որի ընթացքում ազգային նվագարանների հնչյունների ներքո կարող եք վերապրել հայկական կինոյի ամենասիրված պահերը։ Այս ամենի մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի ադմինիստրատոր Արմինե Հարությունյանը, բարի լույս։ Եվ երգիչ Վահե Մարգարյանը։ Բարի լույս։ Լույս առավոտի։ Ինչպե՞ս ենք։ Լավ։ Շատ շնորհակալություն, դուք լավ եք։ Ֆանտաստիկ, շատ լավ, որ sense հյուրեր ունենք, ինչպես կարող ենք վատ լինել։ Հայկական հին կինոն պետք է ցավով, հա, նշեմ, որ երբեք նման շեդևրեր չի կրկնվելու ու երբ որ համեմատականն ես տալիս այն ժամանակները, երբ որ ռեսուրսը շատ քիչ ա եղել, հնարավորությունները եւ առհասարակ ամեն ինչի հասանելիությունը քիչ է եղել, համեմատած այսօրվա, որ կա ամեն ինչ գրեթե, այն ժամանակ ֆանտաստիկ ֆիլմեր են նկարվել, աննկարագրելի սցենարներ, դերասանական ուղղակի անուններ, լեգենդներ, որոնք այսպես ասած ոսկե տառերով են պատմության մեջ գրված, նրանց նմանը երբեք չի լինելու։ Ու այսօր որ մենք ամեն ինչի հասանելիություն ունենք, լավ ֆիլմեր, լավ ներողություն եմ խնդրում իհարկե վատ ֆիլմեր մտածելով, բայց չունենք այն ֆիլմերը, ինչ որ կար ժամանակին։ Համաձայն եք։ Ոչ թե միայն համաձայն եմ, այլ մի հետաքրքիր բան ասեմ։ Ես անընդհատ թերթում եմ հայ ֆիլմի YouTube-յան ալիքը, վերջերս նայում էի Լալվարի Որսկանը ֆիլմը, եւս այդ ոնց որ իմ մեջ այդ միտքն էլ կար, որ իսկապես այն ժամանակվա համար ֆենոմենալ սցենարներով եւ հրաշալի դերասանական խաղով մենք ունենք ուղղակի, որ ասում են ոսկե ֆոնդ, իզուր չեն ասում ոսկե ֆոնդ, հիանալի ֆիլմեր ունենք եւ ուսուցողական եւ այսպեսի մի բան էլ ասեմ, շատ հաճախ ժամանակ չեմ ունենում գրքեր ընթերցելու, ֆիլմերի միջոցով կարող ենք համարել, որ մենք կարդում ենք, ծանոթանում ենք նաեւ մեր գրականությանը, այնպես որ այո, հիանալի ֆիլմեր ունենք եւ ես շատ կուզենայի, որ մեր երիտասարդությունը թերթեր հայ ֆիլմ, ուրեմն YouTube-յան ալիքը եւ ծանոթանար։ Իսկ որքանով է դժվար կամ պատասխանատու վերակենդանացնել այն մեղեդիները, որոնք տասնամյակներ շարունակ այսպես մեղված են մեր ենթագիտակցության մեջ։ Իրականում ուզում եմ ասեմ, որ ինքը շատ տենց մեծ գործոր ես մտածում եմ ինքը չեմ ազգանավեր, չնայած նույնիսկ այդ ոլորտում ինքը շատ մեծ բան է, վերակենդանացման շատ մեծ խնդիր չկա, քանի որ տարածքում մենք բոլորս ծանոթ ենք այդ երգերին, մեր կինոներից եկած, չգիտեմ, ես ավելի որպես կարելի ասել նոր սերնդի որպես ներկայացուցիչ, այսինքն մարդիկ ովքեր տեսել են դժվիժիկը այդ իր տարիներին ու ես որ տեսել եմ արդեն 2000-ականներին, երբ որ կրնայի ֆիլմեր դիտեի, իմ կարծիքովս շատ մեծ վերակենդանացման խնդիր չկա, որտեղ իրանք տարածքում միշտ մեզի ծանոթ են եղել, իսկ ինչը կվերաբերվի երգերին, երգերը արդեն բաբաջանյանական օրինակ ստեղծագործությունները այնքան հոգեհարազատ են մեզի, որ իրանց միակ փոքրիկ խնդիրը երիտասարդության մատուցման ինչ որ նոր ձևներ, որ նոր հենց ազգային նվագարանները կդավ, այսինքն շատ որ չնեղացնես մեծերին եւ դուր գաս փոքրերին։ Շատ ճիշտ համեմատական, հա, այսինքն այդ վերոնշյալ սելֆի ենող սերնդից մինչև այն մարդիկ, ովքեր TV-ով կհետևեն մեզի, բոլորը կնան ներկայանին համերգին ու իսկականից հեչ մարդ նեղված չի երթա։ Դե Հայաստանի ազգային նվագարանները ես գիտեմ, որ արդեն ունեն փորձ համաշխարհային ֆիլմերի սաունդթրեքները ներկայացնելուն, այսինքն եւ 100-ամյակին հայկական կինոյի հիմնական մեխը նպատակը որն է, այսինքն ինչպես որ նշեցինք, արդեն երիտասարդությանը եւ ավագ սերնդին տանել sense նոստալգիկ ապրումներ, հիշել իրենց մանկությունը, այն լավ ժամանակները, երբ որ չկար ոչ մի բան, ամեն ինչի համը ուրիշ էր եւ կային այդ ֆիլմերը եւ երիտասարդությանը տալ հնարավորություն հասկանալու, որ ինչ գործեր են արվել։
Դա է հիմնական նպատակը։ Հիմնական նպատակը դա է, ինչպես դուք ճիշտ նշեցիք, մենք այո, ունենք արդեն համաշխարհային եւ հայկական կինոֆիլմեր են եղել այդ համերգների ընթացքում, կինոֆիլմերի սաունդթրեքերը, որոնք շատ մեծ հաջողությամբ են անցել, մենք մի քանի համերգ ենք ունեցել, տոմսերը սպառվել են եւ դահլիճում տարբեր սերունդների ներկայացուցիչներ էին նստած եւ այո, այդ ֆիլմերի, այդ երաժշտությունների միջոցով մանավանդ որ էկրանին նաեւ գնում է ֆիլմերից հատվածներ ընթացքում համերգի այո, համերգի ընթացքում եւ դա շատ հետաքրքիր եւ հուզիչ պահ է։ Էկրանում այդպես ընթանում են եւ եթե հայկական ֆիլմերն են ընթանում, այն երիտասարդներ, ովքեր ծանոթ չեն մեր հայկական ֆիլմերին, շատ լավ գիտենք, որ համաշխարհային ֆիլմերին շատ ավելի ծանոթ են։ Այսպես ուշադրությամբ նայում են, հաստատ իրենց մոտ հետաքրքրություն առաջանում է, որ իրենք էլ բացեն եւ նայեն այդ ֆիլմերը։ Իսկ ինչ վերաբերում է հայկական ֆիլմերին, այս համերգը նրանով է առանձնանում, որ միայն հայկական ֆիլմերն են եւ հին տարեթվերի եւ նոր։ Եվ բացի դա էլ մենք այս համերգին ունենք ուրեմն 6 նոր պրեմիերա, այսինքն մեզ համար, որպես երկացանք պրեմիերա եւ այո, նորարարությունը միայն նա է, որ սա ազգային նվագարանների նվագախմբով է հնչում։ Մենք պիտի դրա համար շնորհակալություն հայտնենք նաեւ ստեղծագործությունները գործիքավորողին, բոլորիս հայտնի թառահար, լավ կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրն է հեղինակը գործիքավորումների եւ մեր մայստրո Նորայր Դավթյանի ջանքերով հրաշալի մի համերգային ուրեմն մենք ծրագիր ենք ստեղծել, որը որ, չգիտեմ, յուրահատուկ երևույթ է լինելու։ Իսկ ովքեր են լինելու արտիստները։ Հրավիրյալ երգիչներ ունենք Վահեն Մարգարյան, Վարդանը Բադալյան, Անժելան Բարխուդարյան, դուք շատ լավ տեղեկացված եք, ինչպես միշտ ես հիացած եմ, Դավիթ Խաչատրյան եւ Վարդանը մենք մեկն էլ ունենք, Աբել Աբելյան, Խաչատրյան Դավիթ, Վարդան Բադալյան, Աբել Աբելյան, նրանք հանդիսանում են մեր կենտրոնի մեներքիչները, իսկ հրավիրյալները միայն Վահեն են եւ Անժելան, որի համար մենք շատ ուրախ ենք, Վահեի հետ արդեն համագործակցել ենք, Անժելայի հետ առաջին անգամն է համագործակցությունը, բայց հրաշալի է, պիտի այսպես ասեմ, որ Միմինո ֆիլմը նաև ունենք այդ երաժշտությունը, Չիտո Գվրիտո, որպեսզի ճիշտ արտասանեմ, եւ դա երգում են Անժելան եւ Աբելը, երկուսն էլ ջավախքից են, հիանալի մի համար է ստեղծվում։ Դուք նշել եք, որ այս համերգը լինելու է բացառիկ։ Այո։ Ինչու՞մն է այդ բացառիկությունը, կարծում եմ մեր հեռուստադիտողին կհետաքրքրի։ Բացառիկությունը նախ որ ազգային նվագարաններով է հնչում։ Այս ամենը մենք շատ սովոր ենք մանսուրյանական երաժշտությունը լսել սիմֆոնիկ նվագախմբերով, կարծես թե սովորական է ավելի, ազգային նվագարաններով գույնը փոխվում է, շատ հետաքրքիր է։ Թվում է թե անսովոր է, բայց նաև շատ հոգեհարազատ եւ բացառիկ նրանով, որ մենք նաև նոր ֆիլմերն էլ ունենք մեր հարսանիք թիկունքում, Հայկոյ գրած երաժշտությունները, որոնք շատ հուզիչ են, որտեղ ժամանակաշրջանում իրադարձություններն այնպես եղան, որոնք որ ազդում են մարդկանց էմոցիոնալ դաշտի վրա եւ հենց այդ ֆիլմերն էլ շատ ուժեղ հուզական դաշտ են ստեղծում։ Իսկ բացառիկ, որովհետև նաև հին ֆիլմեր, այդ սիրունիկ երաժշտությունները, այդ հետաքրքիր երաժշտությունները, այո, երիտասարդները առիթ կունենան հենց համերգի ժամանակ լսելու, ունկնդրելու, ապրելու, գուցե փորձեն, ելի եմ ասում, մոտենալ հայ ֆիլմին եւ հասկանան ինչ էր կատարվում, ինչ հետաքրքիր ֆիլմեր մենք ունենք եւ երաժշտություններ։ Եթե չեմ սխալվում 19 գործ է լինելու 17, այո։ Կարծում եմ նախ ֆիլմերի ընտրությունը այդ գործերը ընտրելը շատ դժվար է եղել, որովհետև այդքան մեծ հարստությունից ընտրել, ինչ-որ առանձնացնել մի քանի գործեր բարդ է եղել իրականում։ Եթե կա ցուցակ, հստակ, եթե կարող եք իհարկե ասել, թե որ ֆիլմերն են ընտրվել, խնդրեմ նշեք։ Իհարկե կարող եմ, իհարկե հնարավոր է ինչ-որ մի ֆիլմ մոռանամ, բայց ասեմ, որ Պեպո ֆիլմից է լինելու, ինչպես ասեցինք, Միմինոն, Հարսանիք թիկունքում, Կյանք ու կռիվ, լինելու է մեր Ջերմակ անուրջներ ֆիլմից, Տղամարդիկ կան, Տղամարդիկ, այո, Սիրո երկը, Մեր բակը, Կտոր երկին, դուք շատ լավ տեղեկացված եք, իդեպ, ես եւս մեկ անգամ հիանում եմ ձեզանով, դուք շատ լավ տեղեկացված եք, Վահեն ներկայացնում է Առաջին Սիրո երգը ֆիլմի երգերից, հա, եւ Հարսնացուն հյուսիսից, Սիրո տարին, Գոդլուբվի, այսպես ասեմ։ Ու իմ շատ սիրելի Մայրիկ ֆիլմի Այո։
Իսկ հնարավորություն ծնվել է ընտրելու, թե հստակ արդեն որոշված է ով ինչ գործ է կատարում։ Իրականում քանի օր եւս մի քանի Արշալույս Հարությունյանի մայրիկ Անդրեյ ճիշտ է ասում այսինքն։ Հա, ես ուրեմն Մի բան որտեվ ոսկե ֆոնդ եւ այլն գնացի։ Իրականում քանի օր էլի համերգների համագործակցել եմ թեկուզ հենց միջազգային էլի կինոյի ֆորմատի մասով երկերից մի քանիսը արդեն ընդրված են եղել ու առաջարկվել են ինձի, իսկ մայրիկի ես կհիշեմ որ մինչև իմ երկելս ինքը գործիքային կատարում եղավ, հետո ես պես Վահեն ասեց, որ երկել է մայրիկը տարիներ առաջ, այո, X Factor նախագծի շրջանակներում, եթե չեմ սխալվում։ Մեր մանկության ժամանակ։ Վահեն X Factor նախագծի հաղթողն է եղել։ Մենք այդ տարի միասին մասնակցել էինք։ Ես աղջիկների լավագույն եռյակում եմ եւ մեր Վահեն հաղթեց։ Իդեպ երկիչները թե ինչպես են իրենց երկերը ընտրում, ես այսպես հետաքրքիր բան ասեմ, մեր կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը մասնագիտությամբ երաժիշտ չի, բայց շատ հետաքրքիր է, երբ որ մենք որևէ ֆիլմ են իրենք ընտրում, որը հետո գործիքավորվում է, այսպես հստակ գրում է Այս երգը կարող է սա երգել եւ այլ, ինչպես է զգացողությամբ ինքը երգերը արդեն իսկ բաժանում է երգիչների մեջ եւ շատ ճիշտ է ստացվում։ Որտեւ Արմեն Սարգսյանը շատ լավ վաղուց գիտի, կոպիտ եմ ասում, շուկան, մարդկանց, գիտի ով ինչի է ընդունակ եւ բայց եկեք առանձնացնենք Վարդանի Բադելյան իր հումորով, ոչ թե անհնար է իր հումորով, այո, Վարդանը ուրախություն է։ Իր լուրջ դեմքով սենց այդ հումորները։ Շատ լավ։ Խնդրեմ Խնդրեմ պարոն Ալիքյան։ Նայեք, մենք հայկական ֆիլմերից մինչ օրս նույնիսկ կապ չունի որ սերունդն է, կան ֆրազաներ, արտահայտություններ, որ միշտ հետ տանում ենք։ Ես վստահ եմ որ ձեր փորձերն են ողողված եղել, որ քեսից հաստատ Վարդանը մի բան հիշել է, մեր բակից կամ ինչ-որ մի բան, ու տենց մի բան sense կրակել է, այսպես մի բան թողել է, էլի։ Ես օրինակ հիմա մտածում էի բացի I'll be back-ից, Արնոլդ Շվարցենեգգերի, հա, Տերմինատոր ֆիլմից, ուրիշ ինչ-որ ժամանակակից բան չի գալի մտքից, որ վայ բոլորը հիշում են, վայ բոլորը այդ ֆրազեն օգտագործում են։ Մեր հայկական ֆիլմերից։ Չէ, ես հիմա համեմատում եմ հայկականները ու ասենք համաշխարհային ժամանակակից էս ֆիլմերը, մեր հին հայկական ֆիլմերը իրենց հետ այդ արտահայտությունները բերելով նաև սովորեցնող, խրատ տվող, ինչ-որ բացատրող բան ունեին իրենց մեջ։ Մենակ մեր բակը որ վերցնում ես, օրինակ մեր բակը, ինչքան հետաքրքիր բաներ կար, որ սովորելու բան կար իրականում, էլի։ Ես ես հիմա նոր ֆիլմերը որ նայում եմ, ցավոք սրտի չեմ կարող բան գտնել ու պետք է սովորել Տերմինատորից ինչ սովորեմ հենց դա է պետք է սովորել դա որ պետք է այն ավատարից ինչ սովորես որ կապույտ դառնաս ու դառնաս պատանջ չգիտեմ համաձայն եք ինձ հետ համաձայն ենք ասեցիք եւ ես հիշեցի կոստյումը որ քեզ պետք է գեղեցկացնի կամ եթե Ես ուրեմն Արուսը հետս։ Շատ կան։ Ցիկ գագիգի ջարտելն է։ Ու շատ կան իսկապես որ ես օրեր առաջ իմ ընկերներից մեկի հետ խոսակցություն ունեցա։ Ես ֆիլմերի անուններ եմ ասում, ասած ես չեմ տեսել ես։ Ես շատ խիստ վիրավորվեցի նրանից, որովհետև ինձ համար սա իսկապես ոսկե ֆոնդն է, այն ֆիլմերն են, որ խիստ պարտադիր է, այո, պարտադիր ֆիլմերի դիտելու ցանկում պիտի լինի, էլի։ Սիրելիներս նայեք, դիտեք, որովհետև մենք իսկապես ունենք շատ հարուստ ժառանգություն եւ պիտի տեղեկացված լինենք։ Եթե կարելի է այդ թեմայով մի բան ասեմ, մենք մի փոքր համերգի կոնկրետ ինչ որ այսպես համերգի չեղվում ենք, բայց սա էլ շատ կարևոր է, ինչպես անենք, որ նայենք այդ ֆիլմերը։ Վերջերս աղջկաս հետ է, աղջիկս 14 տարեկան է եւ աղջկաս հետ այսպես խոսում ենք, քննարկում ենք, ասեց մամա, ես զարմանում եմ, որ մեր դասարանում կան մարդիկ, խոսել էր մի ֆիլմի մասին, որ տեղյակ չէին, ասեց ես զարմանում, դե որովհետև պետք է ընտանիքում երևի թե փորձենք որոշակի, գիտեմ որ բոլորը շատ զբաղված են, հոգնած են, նյարդայնացած, բայց կարելի է միացնել YouTube-յան ալիքը եւ ընտանիքով դիտել, որովհետև երեխան գուցե երբեք էլ մտքով չանցնի, որ ինքը դիտի այդ ֆիլմերը։ Տեղյակ չի, մենք պիտի այդպես անենք, որ մեր փոքրերը ճիշտ նստենք միասին նայել եւ չգիտեմ, այս համերգն էլ այնքանով է բացառիկ, ես ուզում եմ նախ շնորհակալական մի քանի այսպես խոսքեր ասել նախ պարոն Սարգսյանին, որ ընդհանրապես կինոֆիլմերի սաունդթրեքերի, ուրեմն այդ պրոյեկտի մտահղացումը իրենն է, որը իրագործեց ազգային նվագարանների շնորհիվ
Եվ ուզում եմ անպայման շնորհակալություն հայտնել մայստրո Նորայր Դավթյանին, որովհետև իրապես դա բարդ աշխատանք է, ֆորմատային փոփոխվում է եւ այլն, եւ դա բարդ աշխատանք է եւ սիրով ենք կատարում երաժիշտները, մայստրոն շատ մեծ աշխատանք է արվում եւ իհարկե Արտեմին Խաչատուրով այդքան պրոֆեսիոնալ փոխադրումներ է արել հենց մեր նվագախմբի համար։ Ողջունում ենք բոլորին։ Շնորհակալ եմ շատ, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժողովրդական երաժշտության եւ Արիազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ներկայացնում է բացառիկ համերգային երեկո նվիրված հայկական կինոյի 103-ամյակին։ Վահեն եւ մյուս ֆանտաստիկ արտիստներ եւ տաղանդավոր երաժիշտներ այդ օրը լինելու են բեմում ու վստահ եղեք, որ շքեղ երեկո եք ունենալու, տպավորիչ երեկո։ Նույնիսկ երբեմն արտասվելու եք, հուզվելու եք, բայց դա երջանկության արդյունքներ լինելու վստահ եմ։ Ֆիլմերը ընտրված են գժական ֆիլմեր, թույն գործեր, որ բոմ երեկո է սպասվել։ Ընդհանրապես մնում է տոմսերը գնեք։ Իսկ մեր հյուրերն են ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի ադմինիստրատոր Արմինե Հարությունյանը եւ երգիչ Վահե Մարգարյանը։ Շնորհակալ ենք շատ։ Մենք եւս շատ շնորհակալ ենք հյուրընկալելու համար եւ համեցեք ձեռք բերեք տոմսերը, արդեն կարելի ասել սպառվում են, շատ ուրախ կլինենք տեսնել բոլորին մեր համերգին։ Ձեզ մեծ հաջողություն ենք։ Ձեզ լավ օր, իսկ մենք շարունակում ենք, դե ինչ մեր Գյումրեցոնց եկել են, այնտեղ կսպասեն։ Խոսելու ենք թատրոնից, Գյումրիից են եկել, մնացեք մեզ հետ։